Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի իրադարձությունները մտնում են միանգամայն նոր, առավել քան պայթյունավտանգ փուլ։ Նախորդ սերիայում մենք ականատես եղանք Մանանի արժանապատիվ հեռացմանը մաքունցների արյունոտ առանձնատնից և նրա վերադարձին հայրական տուն։ Սակայն սա միայն փոթորկի սկիզբն է, և այսօր մենք կկանխատեսենք այն անխուսափելի բախումներն ու հոգեբանական ցնցումները, որոնք սպասվում են մեր հերոսներին առաջիկա դրվագներում։ Ամենասպասված և լարված պահերից մեկը անշուշտ Լեոյի վերադարձն է տուն և Մանանին այնտեղ տեսնելը։ Ինչպես հիշում ենք, Լեոն ի սկզբանե կտրականապես դեմ էր քրոջ և Գրիշոյի միությանը և անգամ երես էր թեքել նրանից։ Սկզբնական վայրկյաններին Լեոյի արձագանքը միգուցե լինի կոշտ։ Նա անպայման կհիշեցնի իր նախազգուշացումները, ընդգծելով, որ ինքը ճիշտ էր մակունցների տականք տեսակի հարցում, բայց մեր վերլուծությունը հուշում է, որ այս կոշտությունը վայրկենական կլինի։ Տեսնելով քրոջ կոտրված, դավաճանված ու արցունքոտ աչքերը, Լեոյի մեջ կարթնանա իսկական եղբայրական պաշտպանական բնաստը։ Սարգսյանների արյունն ավելի զորեղ կգտնվի ցանկացած վիրավորանքից, և Լեոն, միանալով Դավիթին, անվերապահորեն հետ կընդունի Մանանին։ Քրոջ արցունքները Լեոյի համար կդառնան Հունանի և նրա ընտանիքի դեմ վերջնական ու անողոք պատերազմ սկսելու ևս մեկ ծանրակշիռ դրդապատճառ։ Իսկ ինչ է կատարվելու բարիկադի մյուս կողմում՝ մակունցների որջում։ Արդյոք Իննան և Հունանը կդատապարտեն իրենց որդուն նման ստոր դավաճանության համար։ Իննան դեռ նախորդ սերիայում նշեց, որ եթե Գրիշոն նման կերպ էր վարվելու, ապա ի սկզբանե պետք չէր ամուսնանալ։ Սակայն նրա դժգոհությունը բխում է ոչ թե բարոյականությունից կամ Մանանին խղճալուց, այլ այն ավելորդ աղմուկից ու խնդիրներից, որոնք Գրիշոն բերեց իրենց գլխին։ Իսկ Հունանի արձագանքը լինելու է նրա հրեշավոր էության հերթական ապացույցը։ Նա ոչ միայն չի նախատի որդուն, այլև հավանաբար կարհամարի ստեղծված իրավիճակը, համարելով, որ Սարգսյանների աղջիկն արժանի էր նման նվաստացման։ Հունանի համար Մանանի հեռանալը նույնիսկ ձեռնտու է, քանի որ նա երբեք էլ չի ընդունել այդ հարսնության փաստը։ Ամենաողբերգական ու միևնույն ժամանակ զավեշտալի կերպարն այս պատմության մեջ Գրիշոն է։ Սթափվելով ալկոհոլի և դավաճանության մոլուցքից, նա վերջապես կգիտակցի, որ Մանանի հեռանալը սովորական կանացի կամակորություն չէր։ Գրիշոն կհասկանա, որ կորցրել է այն միակ մաքուր զգացմունքը, որն ուներ իր կյանքում։ Նրա քայլերը կնոջը վերադարձնելու համար կլինեն էմոցիոնալ, հուսահատ և ագրեսիվ։ Մենք կանխատեսում ենք, որ Գրիշոն ուղղակի կգնա Սարգսյանների տուն, պահանջելով խոսել Մանանի հետ։ Եվ հենց այստեղ էլ տեղի կունենա երկու ընտանիքների երիտասարդների ամենամեծ և դաժան բախումը։ Դավիթն ու Լեոն որպես պատնեշ կկանգնեն Գրիշոյի առաջ, թույլ չտալով անգամ մոտենալ իրենց քրոջը։ Այս մերժումը Գրիշոյին վերջնականապես կհանի հունից և կդարձնի անվերահսկելի։ Եվ չմոռանանք այն վառոդի տակառը, որի վրա նստած է Լեոն։ Ավոյի խորհրդավոր և ուղղորդող խոսքերից հետո Լեոյի գլխում արդեն պտտվում են հոր մահվան իրական հանգամանքները։ Եվ այժմ, երբ Մանանը ևս տուժել է այդ նույն մարդկանցից, Լեոյի վրեժը կդառնա անկասելի։ Սիրելի հեռուստադիտողներ, հանգույցը ձգվում է մինչև խզման աստիճան։ Ինչ եք կարծում, երբ Գրիշոն գնա Սարգսյանների տուն Մանանի հետևից, արդյոք արյուն կթափվի Լեոյի և Գրիշոյի միջև։ Եվ արդյոք Մանանն այնքան ուժ կգտնի իր մեջ, որ նույնիսկ չի լսի Գրիշոյի արդարացումները։ Անպայման գրեք ձեր ամենահետաքրքիր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։